Բարև ձեզ բարեկամներ, եթերում մեր լեզուն, մեր խոսքը հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Մեծ ուրախությամբ ուզում եմ ձեզ ներկայացնել դոկտոր Հակոբ Այնթաբլյանին, որը ըստ էության ձեզ ներկայացնելու կարիք չունի, քանի որ մեր հաղորդաշարի հովանավորներն են Տեր եւ Տիկին Այնթաբլյանները։ Եվ մենք հաճախ ենք խոսել եւ շարունակելու ենք խոսել մայրենի լեզվի արդի վիճակի այն խնդիրների մասին, որոնց վերաբերյալ դոկտորը հրաշալի մի հոդված է տպագրել այս տարվա հունիսի վերջավորության, խորագիր ունենալով անտրամաբանական եւ անճորնի բառակերտումներ, հերոստաընկերություն, հերոստաճաշարան, հետո եւ իսկապես ուրախությամբ ուզում եմ նշել, որ Հայաստան այցելության վերջին այցելության ժամանակ դուք հանդիպումներ ունեցաք կրթության եւ գիտության նախարարի, լեզվի հաստության տնօրենի եւ որոշ հանդիպումներին ներկա եղել եմ նաեւ ես։ Եվ ասեմ, որ ներքին մի ուրախություն է իր ապրում, երբ ավանդական ուղղագրության նկատմամբ իրենց ջերմ կարծիքն էին հայտնում։ Ձեր տպավորությունները հայաստանյան վերջին ուղևորության մասին։ Բարև ձեզ, սիրելի դիտողներ։ Վերջերս Հայաստան որ այցելեցի, առաքելությունս այն էր, որ հայերեն դասական ուղղակությունը վերահաստատվի հոն, հայերեն բարաբաշար մակրազդվի եւ գլխավորապես թիմադեդրի մեջ լադինադար հայերեն գրությունը դադրեցվի Հայաստանի մեջ։ Ասուղությամբ հանդիպումներ ունեցա գրթության եւ գիտության նախարարի հետ, նախկանատ սպիրկի նախարարուի հետ եւ անգե հետ կհանդիպեցա լեզվի վարչության վեդի հետ եւ այդ դպավորությունը գրեցի, որ բոլորն համաձայն են եւ զորագից են, որ դասական ուղղագրությունը վերահաստատվի Հայաստանի մեջ եւ իրենց աջակցությունը ուզեն ցուցաբերել։ Նույնպես հայերեն բարաբաշարի մակրազդումը իրենց համար հարց եւ խնդիր առաջացուցած է, որովհետեւ երթալով ֆրանսերեն եւ անգլերեն բառերը գծեվափոխվին եւ հայերենի մեջ մխրճվին որպես հայերեն բառեր։ Այն աստիճան, որ տրամադուներու մեջ աշխատող քեղանի հայ օրիորդները կգործեն, որ ակտիվ, պասիվ ու in plus ու մայնուս ասոնք հայերեն բառ կրեդիտ եւ ասոնք հայերեն պլանավորել հայերեն բառեր են։ Ուստի մենք նկատողություն ունենք, որ ժամանակը եկած է, որ հայերեն բարաբաշարը մակրազդվի եւ դասական ուղղագրությունը վերահաստատվի դպրոցներու մեջ։ Ասուղությամբ որոշ քայլեր պիտի առնվին եւ մենք աջակից պիտի լինենք այդ գործունեության։ Դուք բազմաթիվ հոդվածներ եք գրել եւ այդ հոդվածներում միշտ նշանաբանը ձեր եղել է հայերեն լեզուն անաղարտ պահենք։ Ես ներկա լինելով ձեր վերջին հանդիպումներին Հայաստանի մեջ ուրախությամբ նկատեցի, որ պաշտոնատար մարդիկ այլևս մերժելու որևէ ջիկ չեն անում ավանդական ուղղագրությունը։ Խորտ օտար չեն այն դիտում, այլ դիտում են որպես իրենցը, սեփականը, ուղղակի ժամանակի կարոտ են։ Ինչ կարծիք եք։ Այն ինձ գտվի, որ սկիզբը մեծ հագարագություն կար, որ դասական ուղղագրությունը Հայաստանի դպրոցներում մեջ գործածվի եւ հանրությունը գործածի, որովհետեւ մեծ ուժ կներկայացնեն։ Ներկա սերունդը գանտրատարնա, որ հայերեն բառերու արմատը քրապարն է եւ քրապարի ուղղագրությունը դասական մեսրովյան ուղղագրություն է։ Եթե մենք հերանանք այդ ուղղագրությունն, ուրեմն ուղղագրական կանոնները կխախտին, բառարմատները չեն վերահիշվիր եւ ինքնաբերաբար լադիներեն բառեր բիդարնեն, ինչպես որ կգործածեն սուբսիդավորել, պլանավորել, հոսպիտալացնել եւ այլն, որոնց հայերեն արմատ գոյություն չունի։ Մենք այս բառերուն համապատասխան, համարժեք եւ նույն իմաստ բառեր ունենք։ Ուստի այդ անցիկ, որ հիմա պաշտոնի են, զարգացած մարդիկ են, հայագետներ են
եւ գսկան որ 25 տարի անկախությունն աստին սխալ ընթացքի մեջ եղած են եւ ժամանակն է որ սրբակրվի եւ վերադառնանք մեր բաբենական արմատները որը տասական մեսրոբյան ուղղություն եւ բարերու հայերեն արմատներու մակրազը դելով օդար բարերը Այսինքն մենք պետք է տեր լինենք մեր ժառանգության անկասկած Ժառանգություն, որ հաճախ բավարար չափով չի ներկայացվում բառարաններում։ Ձեր սեղանին երկու բառարան է։ Եվ վստահ եմ, որ հստակ կարծիք կա այդ բառարանների եւ ոչ միայն դրանց մասին։ Անցյալի մեջ, որ մենք հանդիպում ունեցանք, ուրեմն սեղանի վրա դրած էի ուղղագրական, ուղղախոսական, տերմինաբանական բառարանը պրոֆեսոր Փարսեղյանի, որ հմուտ հայագետ էր, բայց Փարացանգը, որ Փարարանի մեջ 150,000 էր, ադոր 20% օդար փարեր էին։ Ուզեցի տեսնել, թե 1957-ին, 76-ին ի վեր, այս 15 տարվա մեջ հրադարակված փարարանները ինչ վիճակի մեջ են օդար փարերու բառնագությամբ։ Ուրեմն, նկատի առնելով, որ այս փարարանը, որ գոչվի հայերենի ուղղագրական նոր փարարան, որուն մասնագից դարձած են 3-4 հատ պրոֆեսորներ, ակադեմիկոսներ եւ գնկատվի ասի հայերենի փարաբաշարի փարարան երբ որ որոշ փարացանք մսկսինք նայել գտեցնենք որ հայերեն չեն Expertizia Այո դա փորձակնությունն է Expositia Export Exprompt Extase Extensive Extern Exclusive Այո Գնանք երևակայել ասոնք Երևանի համալսարանի մասնակիցներն են, որ ադոնած են, որ կորձազվի որպես հայերեն պարեր։ Ուրիշ դեղ մնալ նայինք և հաջորդ պարարանի գերտամ Sujet, Suite, Surrealism, Sniper Գնանք երևակայել, որ Այս պարերը գնկատվին հայերեն պարեր։ Եվ հանձնարարելի իրենց կողմից։ Սկեպտիզիզմ։ Այո։ Ուրեմն բանանք դարը։ Այո։ Ֆաբրիկա, ֆաշիստ, ֆարման, ֆարս, ֆաքս Fliedonist, fétiche, phénoménal, féodal, film, finish, Այ եւ կարելի է համարել, որ արդեն եզրագծին եկանք։ flan եւ այլն։ Այսինքն չեմ ասել, որ ասի ձիծաղելի է, բայց անցիկ, որ պատրաստած են ասպարարանը, քիդուն իրեն ջուղի մեջ զարգացած հմուտ անցիկ են, որ իրենց պետք է թույլատրեն, որ ասպիսի օդար պարերը համալսարանի հրադարագություն դառնան։ Նախքան մակրազդվի, կսեմ մակրազդվի, պետք է այս պարերը վերածվի պարարաններեն, որբեսի հայ ուսանողը, կամ աշակերտը, կամ անհատը, երբ որ պարարանը պանա քիննա, որը օդար պարենն է, որը հայերեն պարերը։ Եվ ուսանողը չտարվի օտար բարեր յուրացնելով։ Անկասկած, որովհետև երբ որ տեսնա, որ հայերեն պարարանի մեջ կսվի, հայերենի ուղղագրական նոր պարարան,
եւ որ գսվի որ ասի հայերեն բարը ինքնաբերաբար ուղեղի մեջ ադիգա գդվի որպես հայերեն եւ որ մենք արարգենք որ ասանք օդարեն գսե բարարանի մեջ գրված է որ հայերեն է բայց երբ որ ասպարարանը մակրազդվի ինքը գերտատ բարը գտեսնա որ բարարանի մեջ չգա ուրեմն գամոզվի որ հայերեն բար չէ Պարոն Անտաբլյան, դուք հետաքրքիր ուսումնասիրություն եք կատարել մի շարք բառաների, ծավալուն բառաների եւ տեսել, որ մոտ 30%-ը, 30/100-ը փոխարյալ անիմաստ 20-25%-ը անկասկած։ Ասոնք օդար բառեր են եւ անաստիճանի հասած է որ անցյալ 15 տարվա մեջ 2 հատ Փարարաններ հրադարակված են Երևանի մեջ հայերենի մեջ կորցածված օդար բարերի բացատրական փարարան այսինքն բամը որ բեչեր քոյություն ունենալ ստեղծված է ադոր փարարանը ստեղծած է Եվ հիմա խոսենք հոմանիշների բառերի մասին Ուրեմն այսօր դիդրոսն է կամ վերնակիրը հայերեն լեզվի բացատրական ուսումնական հոմանիշների բարարան բարեպաղտաբար այսօր մեջ ավելի նվազ են օդար բարերը ինչպես օրինակ գամալ լադարով լիրիկական ուրիշ դեկանատ այո դիսերտացիա Հակառակ որ ատենախոսությունը վաղուց Այո, ճիշտ է, ատենախոսություն մենք բառ ունենք եւ չեն գործածել։ Նորեն ֆաբրիկա, ֆանտազիա, ֆարս, ֆատալիզմ, ֆերմեր, ակարակ բառ ունենք, ֆիրմա, հիմնարկություն, ֆոլկլոր, բանահյուսություն, բայց ասպարերը մտցված են ասպարարանի մեջ է, որ ուսումնական վտանգը հոն է Փար է հումանիստներու պարարան, որ ուսանողները կամ աշակերտները բիտնային եւ դեսնան, որ աս օդար բարեր չեն, այլ հայերեն բարեր են իրենց համար։ Վերջապես աս նկատողությունները մենք ներկայացուցինք լեզվի վարչության, նույնպես գրթության եւ գիտության նախարարություններուն, որոնք հասկանալի օրեն կուզեն զորակցիլ, որբեսի ասպարարանները մակրազդվին եւ հավանաբար 1-2 տարի են ուրիշ պարարաններ գրադարագվին, որում մեջ զուտ հայերեն պարաբաշար գնա, որբես չափանիշ հայերեն պարամետրկի։ Եվ որպես չափանիշ հաճախ կծառայի հեռատեսիլը։ Եվ դուք այդ պաշտոնական հանդիպումներու ատեն հեռուստադիտողներին գսեմ, ուղղակի հարցը հստակորեն դրիկ։ Եթե դժվար է գտնալ մեկը, որը կհետևի, կարելի է ստեղծել այդ խումբը, որ հետևի հեռուստատեսության լեզվին, որովհետև աղավաղումները հոն նույնպես շատ են։ Ինչ կարող եք ասել զանգվածային լրատվության միջոցների մասին։ Դժբախտաբար այսօր հեռադեսիլը կամ լրատվական միջոցները հայերեն լեզվի մակրության նախընծախնդիր չեն, ավելի դարված են արդակին ծևագերբությունը եւ իրենք հմարտ կսկան օդար բարեր մխրջելով հայերենի մեջ։ Մենք որպես քնահատող արժևորող հայերեն փարաբաշար եւ լեզուն խնդրեցինք որ օդար բարերը մակրազդեն եւ որ ելույթ կունենան հերադեսիլի կամ այլ լրատվական միջոցներով կամ կովասներու միջոցով կամ զանուցումներու միջոցով որբեսի հանրությունը ըսկա հայերեն փարաբաշարի արժեքը մեկ եւ երջը սորվին Երբ որ հայերեն բարի դեղ օդար բար գործվածվի, ինքնաբերաբար հանրությունը այդ բարերը կգրկնեն։
Պետական պաշտոնյաները Հայաստանի ներկա ուրեմն իրենք ալ գզորակցին, որբեսի այդ օդար բարերը վերածվին հանրային հեռադեսիլեն եւ լրատվական միջոցներեն, որբեսի մենք ունենանք մաքուր հայերենով քրություններ եւ լրատվություն։ Եվ դարձյալ հերոստատիտողների համար ասեմ, որ ուրախությամբ նկատում էի, որ նաև դիմատետրը արդեն տարածվող ձև էր դառնում օկտատետրի փոխարեն, որովհետև շատ դիտողություններ օգտակար են եւ պետք է լսել։ Ես կարծեմ, թե կարևոր մի խնդիր է նաև դասագրքերի լեզուն։ Հայաստանում տպագրվող դասագրքերը պետք է լինեն եւ գեղեցիկ, եւ մաքուր հայերենով, եւ հետաքրքրությամբ արդող, որ հերոստատիտողը իր աշակերտին, իր զավակին ասի կարդա այդ գիրքը, շատ կարևոր է։ Ինչ է ձեր կարծիքը այսօրվա դասագրքերի մասին։ Անցնաբես տագամին դասագրքերու չեմ անցած, մինչև որ հերադեսիլի, լրատվական եւ այլ հարցերը լուծվին, երբ որ այդ հարցերը լուծվին, ադիգա դպրոցական դասագրքերու հարցերը իմ կարծիքով ավելի ճյուրին բիդելա, որովհետև գրթության եւ գիտության նախարարը նույն մեզի զորագից եւ քաղաքարագից է, որ օդար դարերը վերածվին։ Եվ այսօր իրավիճակ է, որ արդեն ավանդական ուղղագրության դեմ բացահայտ չեն արտահայտում հատկապես լեզվաբանները, որովհետև մի ժամանակ կար, որ ինչպես Հիլդա Գալֆայանն էր ասում, հայաստանցի լեզվաբանները ատում են ավանդական ուղղագրությունը, քանի որ կվախնան, որ չեն կրնար մինչև վերջ յուրացնել։ Ես կարծեմ, թե արդեն այսօր հասկանում են, որ կյուրացնեն եւ պետք է գնալ դեպի ավանդականը, դեպի արմատները։ Բոլոր հայագետները Հայաստանի մեջ ոմանք սկզբնական շրջանին կբաշխվանային ապեղենական ուղղագրությունը, հիմա գսկան, որ հարությունը սկսած է արթնալ եւ իրենց թեմ փողոքել, որ մենք կհեռանանք մեր արմատներեն եւ պետք է վերադառնանք մեր ասկային ագունքներուն եւ վերադառնանք քրապարին։ Այդ կերպով թե մեր փարաբաշարը կմակրազդվի եւ թե մեր ուղղագրությունը, որ ավանդական է Մեսրոպյան դասական, հաստատելով մենք կունենանք ասկային միասնություն, թե Հայաստան սպյուրք եւ թե Հայաստան սպյուրք եւ Արցախ։ Եվ այս առումով, երբ որ միասնականության մասին կխոսենք, վաղուց հասունացել է պահը, որ դպրոցների մեջ նախակրթարանից հետո անցնեն գրապարյան ուղղագրությունը որպես ուսուցման մի դասընթաց։ Դուք այդ հարցը նույնպես բարձրացրեցիք։ Այո, Գրթության եւ գիտության նախարարը արդեն զորավիք է այդ ծրագրին, բայց կորզնական որոշ դժվարություններ կան եւ գխորին, որ մոդաբակային մեկ կամ մի քանի տարի են արդեն դպրոցներում մեջ նախագրթարանն սկսի դասական ուղղագրության ուսուցումը, որովհետեւ սերունդը հասուննա գիտակցելով իր արմատներուն եւ դեր ու պաշտպան գանքնի իր պարամետրին եւ ավանդական ուղղագրության։ Միանգամայն ճիշտ է այդ դեր կանգնելը, որովհետեւ եթե սերունդը չպահպանի, ավանդական այդ սկզբունքները կարող են կամած խախուտ անալ, ինչպես շատ կարծում էին։ Ես հիշում եմ, որ հենց իմ գործընկերներից ոմանք ասում էին, արի մտահայերենը ձուլման ընթացքի մեջ է։ Հետո հասկացան, որ ոչ միայն ընթացքի մեջ չէ, այլ դա ոչ մի բանով չի նպաստում արևելահայերենի զորացմանը։ Միասին են, որ կզորանան։ Եվ այս առումով ուրախալի է, որ Աճարյանի անվան լեզվի հաստատության մեջ վերջապես մի քանի տարի է, ինչ գործում է Սփյուռքի բաժինը, արևմտահայերենի բաժինը, որը պատրաստել է մի բառարան, որը շուտով կհրատարակվի եւ կկարծեմ համատեղ ջանքերով այդ բառարանի մեծ քանակը կտրվի ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախի եւ Սփյուռքի կրթարաններին, որովհետեւ իմանալով մեր ավանդական ուղղագրությունը մենք դեր կկանգնենք մեր լեզվի ավանդույթներին եւ ինչպես դուք եք նշում, հայերեն լեզուն անաղարտ պահելու գործնական քայլ կլինի։ Անկասկած, բոլոր բառարանները, որոնց մեջ հայերեն
զուտ բարեր կորզածված են, հիմնական գետն է տաստիարագելու սերունդները, լա դբրոցական, լա դբրոցավարտ սերունդը, որոնք կսնուցվին իսկական հայությամբ։ Իսկ սկզբանե պետք է մենք գիտնանք ներ, որ մեր ինքնությունը մեր լեզվեն կհառաջանա։ Երբ որ լեզվան մտածելակերպը ժողովրդին փոխվի, այն ադեն այլասերումը շատ ավելի թյուրին կլա։ Այդ պատճառով է, որ դիրաբեդող ասկերը Հայաստանին կչանային իրենց տնտեսական ուժով կամ այլ միջոցներով թե գրոնը եւ թե լեզուն փոխեն։ Եվ թուրքերը անաստիճանի հասած էին, որ ան երեխան, որ հայերեն կխոսեր, լեզուն կգտրեին։ Եվ պատահական չի ասված, որ մեր լեզուն մեր հայրենիքն է։ Հայրենիք ունենալու համար նախ լեզուն պետք է ունենալ։ Դուք ունեք մի փոքրիկ գրքույկ եւս այդ երկու բառաներից ներքև։ Ես կուզեի ներկայացնել, թե ինչպես մեկ նախադասության մեջ կարելի է աղավաղել այնքան, որ աչք ծակող լինի։ Կոմիտասին նվիրված այս Կոմիտասի 100-ամյակի արդիվ մասնավոր ներկայացում կար, որ մեծ ուրախությամբ եւ հոգեգան քողնակությամբ ներկա եղանք, թերթադեցի այդ բրագը, որում մեջ աչքիս զարգավ հետևյալ նախատասությունը։ Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբ, գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիչյան, այսինքն գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր։ Դիրիժորը ֆրանսերեն բառ է, միտը կարելի չէր խմբավարս էլ հայերենով։ Եվ հասկանալի եւ ավելի սեղմ։ Եվ ավելի բացատրված դիրիժոր բառը ֆրանսերեն դիրիժես էլ է, այսինքն վարել, ուղղել, բայց խմբավարը խումբը որ գվարը ոչ թե մեկ անհատ։ հայերեն ավելի բացատրական, ավելի հստակ է։ Իմ գարձիկովս Հայաստանի ներկա pedagogan baştonyanları պետք է ըսկան, որ հայերեն բարեր կորձածելով իրենց հրադարագություններում մեջ շատ ավելի ժողովրդին կթաստիարակեն եւ մեր լեզուն կպահպանեն։ Եվ քանի որ հաղորդումը կմոտենա իր ավարտին, պետք է հերոստատիտողներին ասենք, որ Հայաստանում արդեն կառավարության կողմից լուրջ քայլեր են ձեռնարկվում վերաստեղծելու հայերենի բարձրագույն խորհուրդը։ Ձեզ են ասել, ես նույնպես ականատես եմ եղել, որ մարդիկ մտահոգ են, որ պետք է մարմին լինի, որ հետևի մայրենիի վիճակին, մաքրազտման գործընթացին, որ պետք է դիտողություններ անի, ներկայացնի ցանկերը խաթարումների եւ պահանջի, որ դրանք աստիճանաբար վերանան։ Եվ դա արդեն գնահատելի քայլ է։ Մենք կարող ենք ասել, որ այս անգամ Հայաստանից գալիս ենք լավ տպավորություններով, մայրենիի հետ կապված, որ գիտակցվում է, որ պետք է լեզուն շարունակ մաքրազտվի, մի բառ, որը խորք ունի իր մեջ, մաքրի եւ զտվի, եւ սրանք երկու գործընթացներ են։ Ահա վերջին րոպեն ինչ կարող եք ավելացնել։ Ուրախ եմ եւ քո որ աս ճամփորդության արդյունքը կողացուցիչ է անգերբով, որ զորակցություն և համագարձիկ կդա ես Հայաստանի պատկան մարմինները հայերեն լեզվի մաքրազտման և տասական ուղղակության վերահաստատման մասին և նաև թիմադեդրի մեջ լադինադար հայերեն գործադության վերացման մասին։ Մենք մեր հաջորդ հաղորդումների մեջ հատկապես դիմատետրի հետ կապված խնդիրներին կանդրադառնանք, ձեզ ուզում ենք նորից հիշեցնել, որ Տեր եւ Տիկին Անտաբլյանները մեր լեզուն մեր խոսքը հաղորդաշարի հովանավորներն են, մի անձնավորություն դոկտոր Հակոբ Անտաբլյանը, որը ոչ թե մի անգամ կարտահայտվի ու կվերջանա, այլ շարունակաբար մամուլում եւ մեր լրատվությամբ եւ ընդհանրապես պայքարում է հայերեն լեզվի անաղարտ պահելու համար եւ ես կուզենայի վերջում ասել, որ կցանկանայինք, որ ձեր հոդվածները
մեկ ամբողջական մենագրության մեջ նույնպես լույս տեսնեին եւ տային շատ-շատերին, որ իմանային լեզուն ապագա ունի, ոչ միայն փառահեղ անցյալ, այլ նաեւ փառավոր ապագա։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Եվ ձեզ բարեկամներ, ցտեսություն, մինչ նոր հանդիպումներ, մեր լեզուն, մեր խոսքը հաղորդաշարում։ Ցտեսություն։